Բայց ճկյանքից մեկը թոշակն ա բերում հարկ մծարում, պետք է մյուսն ա բերում հարկը վուծում։ Գնունի շուկայի աշխատակիցները բողոքում են, վաճառք չկա, իսկ հարկերն էլ բարձրացել են։ Արբնուրեեմի հետ զրույցում տեղի աշխատակիցներից մեկն ասաց, որ վաղ առավոտից միայն 150 դրամ արժողությամբ մեկ զսպանակ է վաճառել։ Սրա ինչը գույք ա գրեն է ժողովուրդը։ Խնդրեմ։ Սա ձեր ապրանքներն են։ Համարյա, միմը չի էս մարդունն ա։ Դա ինչ կապ ունի։ Չի կարա գույքագրի, ինչը, նայեք մի հատ ստեղ, սա գույքագրելու ապրանք ա։ Բյուջե փող չկա, ինչի չկա։ Իրանց հարց տվել են, ինչի բյուջեն փող չունի։ Այսքան մարդ բյուջեն փող ա մուծում։ Ու ոչ մեկ բյուջեն դատարկ ա, ինչ դա պատճառը ոչ մեկ չգիտի։ Թող դուրս գան նայեն ժողովրդի վիճակը։ Հարկերը մուծում են, զինվորի փող մուծում են, թոշակառու մուծում են, ասեն բյուջեն դատարկ ա։ Ոնց հասկանանք։ Ոնց բացատրեն գան իմաստը հասկանանք, որն ա դա խնդիրը, որ մեր բյուջեն դատարկ ա։ Այս մարդիկ մեղքը չեն։ Առավոտից բիտոնների վրա աշխատում են, մուծումները պարտաճանան չանում են, ոչ մեկ նենց չի, որ չմուծի։ Բոլորն են ջուրում։ Խնդրեմ, նայեք, կարող եք լրիվ նկարել։ Բոլոր ապրանքները հին, ապրանքները, մարդիկ 20 տարի առաջ առել են, աշխատում են, կոպեկ ծախում են, որ ընտանիք պահեն, հետն էլ հարկեր մուծեն։ Նկարեք, Օրինակ, ինչքան հարկ եք վճարում։ Մարդկա շատ է վճարում, շատ, 150,000, խնդրեմ, օգտագործած ապրանքները, սրա ինչը գույքագրեն, մեկ նայեք, խնդրեմ, ինչը գույքագրեն, այս մարդու ինչը գույքագրեն, Ես ինչը, վերսարի ստեղ նայեք, նկարեք սաղ, ցուցադրեք, մարդիկ հին ապրանքները բերում են, մաքրում են, պիտանի են դարձնում, հարկերը պարտաճանաչ մուծում են, ու պետությունը բյուջեն դատարկ ա։ Իմաստը չենք հասկանում դրա դատարկության։ Իսկ դուք բողոքի ակցիաներին մասնակցում եք։ Բոլորս էլ մասնակցել ենք, բոլորս, մարդիկ կան գնում են, մարդիկ կան տեղը, խնդրեմ, մարդիկ դուսեն եկե, չեն կարում աշխատեն, դատարկ նկարեք, ցույց տվեք, չեն կարում աշխատեն։ Ամսի 14-ին էլ եք պատրաստվում։ Անպայման, բոլորը պայքարելու են միջև վերջ, որ ես կանխեն ես վիճակը։ Ունեք ինչ-որ սպասելիքներ, որ կընդառաջեն գոնե ձեզ։ Դե ուզում ենք նենց անենք, որ իրանք էլ հասկանան բոլոր ժողովրդին ուղղությունը ճիշտ բռնեն էլի, որ ժողովուրդը չտուժվի։ Հասկանան, նստած վերևում չեն հասկանում, ինչ են անում։ Մի հատ նորմալ մարդ բերեն, նստածնեն, ասեն արի եղբայր ջան, գալստուկով մարդ ես, տնտեսագետ ես, հաշվապահ ես, արի մի հատ նստիս, տես ժողովրդի հետ զրուցի, տես այս ժողովուրդը ինչը գույքագրի, ոնց անի, որ ձեր բյուջեն ավելի շատանա, դուք էլ ոնց ուզենաք ձեր բյուջեն օգտվեք, ծախսեք, ժողովուրդը ձեր համար ծապ տալով բյուջե փակի։ Իսկ դուք օրինակ օրվա մեջ ինչքանի առևտուր եք անում։ Կարող է վաբշե չանեմ, կարող է անեմ, չես կարող ասել։ Ինչքան է։ Տեսքի մարդկասկի 150 դրամի մի շուր բան էլ չի ծախում։ Չեք կարող, ոչ մեկին, հիմա ամբողջ շուկան դատարկ ա, կանգնեք, նայեք, տեսեք, որ մեկն ա առևտուր անում, ըստ դրա թող որոշեն։ Թող մեկն ու մեկը գա, նստի, նայի շուկան ով առևտուր անում։ Ըստ դրա էլ որոշեն։ Բայց ճկյանքից մեկը թոշակն ա բերում հարկ մծարում, պետք է մյուսն ա բերում հարկը վուծում, որ ասի բյուջեն փող գնա, հարկային մուծենք, թոշակառուն թոշակ ստանա։ Իսկ առևտուր չեն անում։ Դատարկությունն նայեք, թողում են, մարդիկ գործ չեն անում, թողում են։ Ինչը մուծեն, որ ոչ իման չեն կարողանում վաճառել։ Օրինակ այսօր ձեզանից ինչ-որ ապրանք գնել են։ Մեզանից այսօր մի հատ 150 դրամանոց էս պրոժին ենք, դա է վաճարվել, միջև հիմա ժամը մեկն ա լինում, այս մի հատ 150-ը վաճարում ա ու սենց կանգնում, հլը տեսնելով կգա, ու շուկան դերից էր մարդ չկա, միայն աշխատողներն են կանգնած։ Շուկայում նշեցին, որ ապրանքները նույնիսկ այսպես թողում են, դուք թողում եք, թե հավաքում եք։ Թողում ենք, այսպես թողում ենք։ Փակում են սենց։ Դռները, որը դռներով ա փակում ա, որը ցելոֆոնով փակում ա,
Քանի տարի է ինչ այս շուկայում եք։ 23 տարի։ 23 տարվա մեջ նման բաներ չեն եղել։ Ոչ մի անգամ։ Ես ուզում եմ ոնց ասեմ, ասում են նախնիների ժամանակ շատ է լավ մնացել ու ապրել ենք։ Ուզում են ասեն, սենց չի նենց է։ Կոնկրետ շեշտեմ, Քոչարյանի ժամանակ ոնց են ժողովուրդը ապրել, այս սենց։ Իզուր թող նախնիների անունը չհանեն, նորերն եկել են ավելի են գրփում, ավելի են ուտում։